Մենք վերադարձանք տաղավար հրաշալի տրամադրություն է մեզ մոտ, Երուզեր է, շատ ակտիվություն է հիմա տիրում խոհանոցային հատվածում, մենք իհարկե ողջունում ենք Անուշին, բայց հերուներից բայց մեզ մոտ տաղավարում է այսօր ֆուդբլոգեր Տաթևիկ Թորոսյան, բարի լույս, շատ ուրախ ենք, որ միացաք մեզ, Տաթևիկ, ինչպես ես? Շատ լավ, շնորհակալ եմ դուք։ Հրաշալի, և ինչ ես բերել մեր տաղավար այսօր։ Այսօր պատրաստելու ենք շատ թարմ ամառային աղցան, նման աղցանները ինձ թվում է թաբուլեի ազգականներն են, շատ մոտիկ, այստեղ ունենք խաշած քինոա, վարունգ, լոլիկ, տարբեր կանաչիներ, քանի որ հիմա համեղ կանաչիների սեզոնն է, կարող են ցանկացած սիրելի կանաչի օգտագործել, համեմ, սամիտ, կանաչ սոխ, անանուխ, չգիտեմ, անգամ դանդուր, սպանախ, ինչ կուզեն, կիտրոնի հյութ, որը որ յուրահատուկ համ է հաղորդում ցանկացած նմանատիպ աղցանի, ավոկադո, ավելի առողջ դարձնելու համար մեր աղցանը եւ վերջ։ Հիանալի է, պարզ, բայց վստահ ենք շատ համեղ եւ առողջարար աղցան է սա լինելու, ինչպես ենք պատրաստելու։ Այստեղ մենք քինոան արդեն խաշել ենք, քիչ անց ես կխոսեմ ինչպես եփել քինոան, որպեսզի այն ավելի համեղ լինի եւ նրբահամ ստացվի, եւ կտրատելու ենք հիմա մեր բոլոր բանջարեղեններն ու կանաչիները, շատ պարզ, այո, արագ պատրաստվող աղցան է, բայց շատ վիտամինային եւ առողջարար։ Դե սկսենք ուրեմն։ Ու նաև շատ հագեցնող, որովհետև բաղադրիչները իսկապես եւ օգտակար են եւ քաղցը կարող են հագեցնել, առավոտյան որպես նախաճաշ նախընտրելու համար այս աղցանը։ Իրականում այս աղցանը կարող են թե որպես նախաճաշ, այո, թե որպես լանչ եւ անգամ որպես ընթրիք օգտագործել, ինչու, որովհետեւ քանի որ քինոան շատ հարուստ է սպիտակուցներով, նաեւ այդ հագեցվածության զգացումն է տալիս, օրվա ցանկացած ժամի կարող ենք պատրաստել։ Փաստորեն քինոան խաշելու տարբերակ ունի, որ ավելի առողջարար, ավելի համեղ ստացվի, հա, որն է դա։ Առողջարությունը կարծում եմ նույնն է մնում խաշելու բոլոր պայմաններում, բայց ինչպես մենք գիտենք, քինոան լինում է մի քանի գույնի։ Ես միշտ նախընտրում եմ այս խառը գույնը վերցնել, որը որ այսօր մեր տաղավարում է, կարմիր եւ սպիտակ քինոայի խառնուրդը, բայց ամենաարագը եփվում է սպիտակ քինոան եւ այն ավելի նրբահամ է։ Ուստի եթե մարդիկ դեռ սովոր չեն քինոայի մի փոքր սպეციფიկ համին, կարող են առաջինը սկսել սպիտակ քինոայից։ Ես միշտ այդպես եմ խորհուրդ տալիս իմ հետևորդներին, իսկ առհասարակ որպեսզի այն ավելի նրբահամ ստացվի, խորհուրդ եմ տալիս թեյնիկի ձեռման ջուրը ավելացնել, այդ առաջին ջուրը թափել ու հետո երկրորդ ջրով նոր եփել։ Այդպես քինոան կորցնում է իր դառնահամը։ Տես ինչ փոքրիկ քայլեր կան, բայց որոնք կարող ենք համարել խոհանոցային գաղտնիքներ, իսկ դրանց տիրապետելուց հետո շատ ավելի համեղ կարող են լինել այն ինչ պատրաստում ես։ Համեղ, գեղեցիկ, ավելի առողջարար պատրաստելու մեթոդը միակ, կարծում եմ հենց դա է, տիրապետել փոքրիկ խոհանոցային գաղտնիքներին, որոնք օգնում են մեզ։ Օրինակ, թանձրուկը պետք է լինի այս բաղադրիչներով եւ պետք է ոչ թե առանձին ավելացնել այդ բաղադրիչները թանձրուկի, այլ մի լավ խառնել, որպեսզի այդ համերն ու բույրերը միաձուլվեն, հետո նոր ավելացնել աղցանին։ Չգիտեմ, օրինակ, սոխ եւ սխտորը ապակելու տարատեսակ ձևեր կան, որ ավելի այս դեպքում խրթխրթան, մյուս դեպքում ավելի հյութեղ է ստացվում եւ յուրաքանչյուր բաղադրատոմս ավելի նրբահամ է ստացվում եւ յուրաքանչյուր բաղադրատոմս այդ գաղտնիքներով փոփոխվում է, բայց մենք գիտենք Տաթևիկ, որ կան նաեւ շատ խոհանոցային գիտակներ, ոչ իհարկե խոսքը պրոֆեսիոնալ շեֆ-խոհարարների մասին չէ, այլ մարդկանց, որոնք սիրում են պատրաստել եւ յուրաքանչյուր խոհանոցում աշխատող մարդ ունի իր գաղտնիքները։ Արդյոք դուք ունեք որևէ գաղտնիքներ, որ միշտ կիրառում եք խոհանոցում այս կամ այն բաղադրատոմսը պատրաստելու, ստեղծելու ժամանակ։ Ասեմ, որ ճիշտ ասած էլ գաղտնիք չի մնացել, որովհետև ես իմ հետևորդներից այո գաղտնիք չեմ պահում եւ աշխատում եմ բաղադրատոմսեր տրամադրելիս շատ մանրամասն ասել, որպեսզի բոլոր նրբությունները ասեմ, որ իրենց մոտ էլ ստացվի հենց այնպես, ինչպես որ ինձ մոտ է ստացվում, բայց ասեմ, որ դուք շատ ճիշտ նշեցիք, անգամ նրանից է կախված ուտեստի համը, թե մենք ինչպես կկտրատենք տվյալ բանը։ Սոխը կարող ենք 10 տարբեր ձևով կտրատել, փետրաձև, մանր, խորանարդաձև եւ այլն, եւ դրանք բոլորը տարբեր համ կունենան ուտեստի մեջ։
Դա ես անկախ ինձնից հիշեցի այն արտահայտությունը, որ ասում են օրինակ սառը ջուրը երբ խմում ենք ապակե բաժակով, համը ուրիշ է, պլաստմասե բաժակով խմում ենք այլ համ ունի, եւ այս դեպքում այո, բացառություն չէ նաեւ կտրատելու ձևերը սիրելի հեռուստադիտողներ, որից օրինակ միրգը կամ բանջարեղենը կարող է ունենալ համի տարբեր երանգներ։ Տաթև քանի տարվա փորձ ունեք բլոգինգի, ֆուդ բլոգինգի այս դեպքում։ Ֆուդ բլոգինգի մեջ ավելի ակտիվ կարող եմ ասել, որ 6 տարվա փորձ ունեմ, 5-6 տարվա փորձ ունեմ։ Բայց խոհանոցում առաջին քայլերս արել եմ դեռ 14-15 տարեկանից, շատ եմ սիրել խառնվել, միջամտել այդ խոհանոցային process-ներին, բայց իհարկե ավելի ակտիվ, որպես կարող եմ ասել վերջին 5-6 տարիները։ Ինչ հմտություններ է պետք ոչ թե խոհանոցում պատրաստելու, այլ բլոգով զբաղվելու համար։ Ինչ առանձնահատկություններ ունի այս մասնագիտությունը։ Միանշանակ չեմ կարող պատասխանել, որովհետև ինչպես գիտեք, բլոգերները շատ են եւ բոլորի էջը յուրահատուկ ձևով է առաջ մղվում։ Ֆուդ բլոգինգի մեջ կարծում եմ շատ կարեւոր է ունենալ համի լավ քիմքի զգացողությունը, այո, եւ զուգահեռ իմ փորձից ելնելով կադրը կարողանալ ճիշտ գեղեցիկ փոխանցել հեռուստադիտողին, որպեսզի այդ համը բույրը էկրանից էլ կարողանան զգալ, կոկիկ աշխատել, որպեսզի ուտեստը ախորժելի լինի, գրավի եւ բոլոր ժամանակներում ինձ թվում է ինչպես յուրաքանչյուր գործում հետևորդների հետ պահել անմիջական կապը։ Իսկ շատ հաճախ նաև լսում ենք, որ քանի որ դա աշխատանք է եւ պահանջում է իր բալանսավորված գրաֆիկը, երբ պետք է ունենալ այս թվով կամ այն թվով հրապարակումներ, շաբաթական տվյալներ ունենալ եւ այլն։ Երբ մոտիվացիան չկա, պատրաստելու ցանկություն չկա, որովհետեւ գիտենք յուրաքանչյուրս էլ ունենում ենք այդպիսի էմոցիոնալ տատանումներ, տրամադրություն չկա, ժամանակ չկա պատրաստելու։ Ինչ ես անում այդ դեպքերում։ Հիմա դուք ինձ ստիպում եք, որ ես ուղիղ եթերով գաղտնիք բացահայտեմ։ Պրովոկացիոն, այո, դուք նշեցիք գաղտնիքներ չկան, հիմա մենք բացում ենք գաղտնիքները։ Հիմա ես բացահայտում եմ գաղտնիքը։ Նման պահեր շատ են լինում, որովհետև թե մոտիվացիայի առումով, թե ֆիզիկական առումով շատ ժամանակ պարզապես պատրաստ չենք։ Դրա համար, երբ որ ես լի եմ լինում էներգիայով, երբ որ ես շատ լավ տրամադրություն եմ ունենում, այդ ընթացքում նկարում եմ միանգամից մի քանի բաղադրատոմս։ Պահուստային, եւ ես այո, իմ հեռախոսի մեջ միշտ ունեմ մինիմում 3 բաղադրատոմս եւ այդպես ես ինձ ապահով եմ զգում։ Այդ ընթացքը երբ ուզում եմ հանգստանալ, տեղադրում եմ արդեն նկարված մոնտաժածները ու հետո արդեն նոր լիցքերով նկարում եմ նոր բաղադրատոմսեր։ Հրաշալի։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն հեռուստադիտողներին, որոնք ուզում են սկսել բլոգինգով զբաղվել, մասնավորապես ֆուդ բլոգինգով, եւ անդադար հետաձգում են այդ պահը։ Իրականում շատ լավ հարց տվեցիք։ Խորհուրդ կտամ սկսել այն որպես հոբի, սկսել այն որպես սիրելի գործ, ոչ թե նրա համար, որ հենց սկզբից աշխատեն գումար, այլ զբաղվեն իրենց սիրած գործով։ Չմտածելով ուրիշ եկամուտների, ուրիշ ինչ-որ բաների մասին, տան հետևորդներին, հեռուստադիտողին մաքսիմալը ինչ-որ որ կարող են, հավաքեն մեծ թվով հետևորդներ ու արդեն մնացածը ինքնըստինքյան կստացվի։ Ամենակարևորը սերն է, անկեղծությունը, որը իսկապես կադրը, այս դեպքում անգամ հեռախոսի տեսախցիկը կարող է փոխանցել, եթե դուք իսկապես անկեղծ եք այդ կադրում, եւ դա է նաեւ գաղտնիքը, որ նույն գործով զբաղվող տարբեր մասնագետներ, նույն օրինակ ֆուդ բլոգերներից, ունեն տարբեր հետևորդների բանակ, առաջարկում են շատ տարբեր բաղադրատոմսեր եւ տարբեր համեր։ Տաթև հետաքրքիր է ամեն դեպքում քո էջում, քո կոնտենտի մեջ ծանր հրետանին հատկապես խոհանոցի բաղադրատոմսերի որ տեսակին է պատկանում, ավելի տաք ուտեստներն են, թե աղցաններն են, թե որ ուղղվածության խոհանոցը կամ գուցե աղանդեր, չգիտեմ։ Ծանր հրետանին ասեմ, որ յուրաքանչյուր ազգի համար պետք է նայել, թե տվյալ ազգի բնակչությունը ինչ ուտեստներ է ավելի շատ սիրում։ Մեր ազգը շատ սիրում է կարտոֆիլով ուտեստներ, ես դա նկատել եմ։ Հնարավոր չի պատրաստեմ ինչ-որ մի բան կարտոֆիլով եւ այն չհավաքի բարձր դիտումներ։ Շատ ժամանակ ես պատրաստում եմ պաստաներ, քանի որ ինքս շատ եմ սիրում, իմ քիմքից ելնելով պատրաստում եմ, բայց նկատել եմ, որ պաստաները այդքան էլ կարծես թե սիրված չեն տարատեսակ սոուսներով, բայց էլի ունեն իրենց սիրահարներին։
Եկեք, քանի որ հիմա ավոկադոն եմ կտրում, ուզում եմ մեր հեռուստադիտողներին ցույց տալ ինչպես ընտրեն լավ ավոկադո, քանի որ մեր բախտը բերել էր այսօրվա ավոկադոյի հարցում։ Ուրեմն, երբ որ խանութում եք եւ ընտրում եք, այսպես մատով թույլ սեղմեք։ Պետք է այնպես փափուկ չլինի, որ մատը sense շատ մտնի պտղի մեջ, այդպես արդեն փչացած է լինում, բայց մի փոքր ձեր մատնահետքը մնա։ Եվ այդ դեպքում սովորաբար ավոկադոն եւ լավ համ է ունենում եւ այսպես աղցանի համար կարող եք հեշտ կտրատել, որովհետեւ խակ ավոկադոից վատ բան ինձ թվում է չկա։ Եվ այն մարդիկ, ովքեր ասում են մենք ավոկադո չենք սիրում, ինձ թվում է իրենք պարզապես վատ ավոկադո են ընտրել։ լավը չեն հանդիպել, խակը իսկապես Ես եւս երկու գաղտնիք գիտեմ, որ միշտ օգնում է խանութում ընտրելու ժամանակ ավոկադոյի երկու տեսակ կա, ավելի կանաչը եւ ավելի կարմրավունը։ Ես միշտ նախընտրում եմ, եթե լինում է լավ որակի, կարմրավունը, որովհետեւ մեծ մասամբ ավելի փափուկ է լինում, ավելի համեղ է լինում։ Եվ երկրորդ գաղտնիքը այն պոչիկի հատվածում, երբ տեսնում եք, որ հեշտ դուրս է գալիս, ոչ շատ դեղին է, ոչ էլ շատ մուգ սևի խփող, ապա ամեն ինչ շատ ճիշտ է ու պետք է անպայման վերցնել այդ ավոկադոն աղցանի համար հատկապես։ Պոչիկի մասը ինձ համար էլ էր բացահայտում, ես էլ դրան արդեն ուշադրություն կդարձնեմ, այո։ Որից այսպես ենք անում, ես սովորաբար հիմա տեսնենք այդ ձեր դուրս կգա, դանակը վերևից այսպես խփում ենք։ Քանի որ մեր ավոկադոն լավն էր, ավելի հեշտ էր դա։ Այո։ Իդեպ կորիզը կարող եք աճեցնել։ Իսկապես։ Շոր, այո։ Փորձ ունեցել ես նման։ Այո։ Եվ պտուղները քաղել ես։ Պարզապես խոնավ միջավայր եք ստեղծում կորիզի համար եւ քիչ-քիչ բացվում է ու ծիլեր է դուրս գալիս։ Դեռ պտուղները քաղելու մասին շատ վաղ է խոսելը, որովհետեւ շատ փոքրիկ է, մի քիչ ծիլ է տվել։ Շուտով նա կմեծանա։ Իհարկե, նա կմեծանա, մնում է հասկանալ ինչպես պետք է պատվաստել այդ ավոկադոին։ Աթև հիմա մենք որ փուլում ենք արդեն։ Մենք արդեն կտրատել ենք բանջարեղենը։ Այնքան խոսեցինք ավոկադոյի մասին, որ պոչիկը ընկել էր աղցանի մեջ։ Ոչինչ։ Հիմա ավելացնում ենք քինոան արդեն խաշած։ Կարող են ավելացնել այն քանակի, որքան ցանկանան։ Քիչ, շատ, արդեն դա յուրաքանչյուրը իր ճաշակով կարող է ավելացնել։ Իդեպ նույն աղցանը կարող են նաև եփած կանաչ ոսպով պատրաստել, ոսպը եւս շատ հարուստ է սպիտակուցներով եւ բավականին նմանատիպ համ է ստացվելու։ Կարող են թրջած բլղուրով պատրաստել, արդեն մի քիչ թաբուլեի նման կստացվի։ Թաբուլեի։ Այո։ Ամեն դեպքում սա այն աղցաններից է, երբ ազատ ես տարբեր բաղադրիչների ընտրության մեջ եւ մեկը մյուսի հետ փոխարինելով, համենայն դեպս այդ պահին այնինչ ունենք մեր ձեռքի տակ, կարող ենք պատրաստել իրար շատ սերտ բարեկամական կապով աղցաններ եւ ոչ միայն աղցաններ, այո, եւ ոչ միայն։ Իսկապես խոհանոցը հնարավորություն է տալիս ստեղծագործելու եւ դա է նաեւ պատճառը, որ շատ հաճախ հենց մեր մայրիկների օրինակով մենք զարմանում ենք, երբեմն հիանում ենք, որովհետեւ բացում է սառնարանը կա 2-3 բաղադրիչ, թվում է թե իրար հետ որևէ կապ չունեցող ու մեկ էլ մայրիկը կարողանում է 30-40 րոպեի ընթացքում ստեղծել մի քանի ուտեստ այդ 3-4 բաղադրիչներով։ Բանը, բայց ահա թե ինչ հնարավորություն է տալիս մեր տաղավարում Անուշի հետ եւ առհասարակ մեր հյուրերի հետ, երբ խոհանոցում ենք լինում, հետո հիշել այդ բաղադրատոմս եւ պատրաստել։ Օրինակ, օրեր առաջ ես հիշեցի այն եթերը, որ ընթացքում մեր Անուշը պարզապես պատմում էր լոլիկով աղցանի մասին, երբ ուղղակի կտրտում ենք լոլիկը եւ շատ կանաչով շատ, իսկապես շատ։ Դա իսկական ամառ է ափսեի մեջ։ Եվ ես, այո, այդ օրը մեր խոհանոցում սառնարանում ինչքան կանաչեղենի տեսակներ կար։ Այլևս չէի հարցնում որը ինչ էր եւ այլն։ Իսկ դու տարբերում ես։ Սամիթը իհարկե, համեմը միանշանակ, սոխը իհարկե տարբերում եմ։ Դե արդեն շատ լավ է։ Համեմից տարբերում եք։ Անպայման։ Դե ուրեմն շատերը չեն տարբերում։ Թերթիկների ձևերից նույնիսկ կարողանում եմ տարբերել։ Այո, համեմ ավելի նրբիկ է։ Այո, նրբիկ է շատ եւ ոչ այնքան խիտ, որքան օրինակ մաղադանոսը։ Նկատել եմ համենայն դեպս։ Դե կարևոր դու գիտես տարբերությունը։ Հիանալի է։ Մեր աղցանը արդեն գրեթե պատրաստ է։ Հիմա վերջին շտրիխները անենք։ Եվ կարծես ամենակարևոր շտրիխները, որովհետև համեմունքները իսկապես աղցանի դեպքում որոշիչ են։
Բայց որևէ ձիթայուղ կամ ձեթի տեսակ չենք ավելացնելու վերջում այս աղցանին։ Ավելացնելու ենք, պարտադիր ձիթայուղ ենք հիմա ավելացնելու, կարող են ավելացնել ավոկադոյի յուղ, սովորական արևածաղկի ով ինչը որ սիրում է, բայց իհարկե ձիթայուղով ավելի առողջարար է ստացվում։ Հիմա լցնում ենք, քամում ենք կիտրոնի հյութը։ Այստեղ ուրիշ համեմունքներ չկան, քանի որ մենք պատրաստում ենք առատ կանաչիներով, կանաչիները արդեն այդ ամառային համը հաղորդում են, բայց իհարկե, եթե մարդիկ սիրում են ինչ-որ համեմունք, կարող են իրենց ճաշակով ավելացնել։ Եվ աղ ենք ավելացնում։ Տաթևիկ հայկական խոհանոցի ամենասիրելի ֆավորիտ ուտեստը որն է։ Տոլման։ Ես շատ եմ սիրում եւ պատրաստել, եւ ուտել, կարող եմ, եթե չչափազանցնեմ ամեն օր տոլմայի որևէ տեսակ ուտել ու չձանձրանալ, շատ եմ սիրում։ Իսկ տոլմայի բոլոր տեսակներին ծանոթ եք կամ որ տեսակներին եք ծանոթ։ Բոլորս գիտենք դե թփով տոլմա, կաղամբով, բանջարեղենով, այլ տեսակներ են կան։ Սոխով, այո, չորացրած սմբուկով լցոնում են շնորհանը։ Բոլոր տեսակներին ծանոթ չեմ, որովհետև կարծում եմ դրանք շատ են, բայց հիմնական այն տեսակները, որոնք որ պատրաստում ենք, դրանք ես էլ եմ պատրաստում։ Դեպ տոլմայի նաև հանրահռչակման հարցում շատ մեծ դեր ունի տոլմայի փառատոնը, որն անցկացվում է, եւ այդ ընթացքում դուք եւս սիրելի հեռուստադիտողներ կարող եք բացահայտել, թե տոլմայի եւ պատրաստման եւ մատուցման ինչպիսի հետաքրքիր տարբերակներ կան, որոնք շատ հեշտ են նաև տանը պատրաստելու համար, այնպես որ եւս կարող եք զարմացնել ձեր հյուրերին սովորական խաղողի տերևներից պատրաստված տոլման այլ համային առանձնահատկություններով ներկայացնելով։ Իդեպ ես գիտեմ, որ պատրաստում են նաև մալինայի տերևներով։ Տոլմա։ Այո, ազնվամորու տերևներով տոլմա։ Դա եւս պետք է փորձել։ Լսում ամենայն դեպս, բայց տոլմաների տարբերակներից ամենաանսպասելին եւ հետաքրքիրը ինձ համար, եթե չեմ սխալվում, դեպի Գեղարքունիքի մարզ Նորադուսի շրջան, այնտեղ մարդիկ պատրաստում են կանեփով տոլմա եւ նախապես պիտի պատվերը տաս, որովհետեւ օրից ավել է տևում դրա պատրաստման ընթացքը աշխատանքները։ Եվ եկել է մատուցման պահը, այո, Տաթև։ Այո։ Եկել է մատուցման պահը։ Մատուցում ենք շատ պարզ եղանակով, իդեպ ես անանուխ չավելացրի, բայց այսպես վրան դնեմ, այն մարդիկ, ովքեր որ սիրում են անանուխի համը, կարող են նաև մեր աղցանին անանուխ ավելացնել, եւ մեր հեռուստադիտողին եկեք մոտիկից ցույց տանք մեր աղցանը, որը որ բացի համեղ եւ առողջարար լինելուց, նաև կարծում եմ շատ գեղեցիկ է նայվում ու ամառային է։ Դե շատ ուրախ է, գունեղ, օգտակար, առողջարար ու շնորհակալություն ձեզ, սիրելի Տաթևիկ Վեժնյանն համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տեսակ աղցանի պատրաստման եղանակը, հիշեք ու ինքներդ պատրաստեք, մենք հիմա կվայելենք երաժշտական ռիթմերը, վերադառնանք եւ շարունակենք։